Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել են երբեմնի դերասան Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը։ Հրաչյա Հակոբյանը հայտարարագրել է 7 անշարժ գույք։ Միանձնա սեփականության 2 առանձնատուն Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, գնված 2020 թվականի հունվարի 16-ին եւ 2021-ի ապրիլի 28-ին։ Միանձնա սեփականությամբ 3 հողամաս, որոնցից 2-ը Երևանի Ավան վարչական շրջանում, 1-ը Ջրվեժում, գնված 2005 թվականի մարտի 29-ին, ապրիլի 4-ին եւ 2020 թվականի հունվարի 16-ին, ինչպես նաեւ համատեղ սեփականությամբ 2 բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որոնցից մեկը նա գնել է, մյուսը ժառանգություն է ստացել 2012 թվականի հունիսի 27-ին։ Տարեվերջին Հակոբյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա իշխանական падգամավորն ի սկզբանե չի ունեցել, սակայն 2023-ի մայիսի 22-ին 18 միլիոն դրամով գնել է 2021 թվականի արտադրության Volvo Magnishի ավտոմեքենա Woman Վահան Բաղդասարյանից։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Վերջինս 1000 դրամ արժեքով բաժնեմաս է հայտարարագրել մի ընկերությունում, որի անունը չի նշվում։ Հրաչյա Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 8 միլիոն 499 474 դրամ, 11600 դոլար եւ 2000 եվրո։ Տարեվերջին 3 միլիոն 251 687 դրամ, 11600 դոլար եւ 2000 եվրո։ Վերջինս ունեցել է նաև 2 միլիոն 500 դրամ կանխիկ դրամ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ ԿՊԱ-ական падգամավորի տարեկան եկամուտները կազմել են 11 միլիոն 274 025 դրամ, որից 9 միլիոն 834 020 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձ է։ Իսկ մնացած գումարը նա ստացել է Արտուր Դանելյանին, Մարինա Խաչատրյանին եւ Նարեկ Սամսոնյանին դատի տալու արդյունքում։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 միլիոն դրամ։ Իշխանական падգամավորն իր եկամուտներից 15 միլիոն 797 977 դրամը հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։